Բարի երեկո, հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառին Թաֆյանն եմ, կարևորի մասին նախ համառոտ։ Վենսի ճամփորդությունը տարածաշրջան ավարտվեց, ինչ արդյունքներ է գրանցել ԱՄՆ փոխնախագահը։ Ձերբակալություններ, խուզարկություններ ու ծեծկրտուկ, օրվա իրավական քրոնիկոնը։ Ազգային ժողովի նիստը ընդդիմության հարցերով, իսկ հարց ու պատասխանը միայն ԿՊԵ-ականների, ինչ որոշումներ է կայացրել խորհրդարանն ու ինչ հայտարարություններ է հնչել ամբիոնից։ Ջրհեղեղից առաջ մեղադրանքների հեղեղ, ով է պատասխանատու, երբ Երևանը հայտնվում է ջրի տակ։ Վենսի այցը Երևան ու Բաքու ավարտվեց։ ԱՄՆ փոխնախագահը երկու օրվա ընթացքում հասցրեց երկու երկրների հետ հուշագրեր ստորագրել ու քննարկել առանցքային հարցեր։ Ազատություն ռադիոկայանին Վենսի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Բաքվում քննարկել են բանտարկյալների ազատ արձակման հարցը։ Ամերիկյան կողմը սակայն չի մանրամասնել, ինչ արձագանք է եղել ադրբեջանական կողմից եւ կան արդյոք այս հարցով պայմանավորվածություններ։ Վենսը Երևանում թռիչքից առաջ խոստացել էր Բաքվում բարձրացնել հայ գերիների հարցը։ Այլ ինչ թեմաներ են քննարկել Ալիևն ու Վենսը, Նանե Հայրապետյանն է հետևել։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի օդանավը երկօրյա այցից հետո Երևանից ուղևորվեց Բաքու։ Բարեհաջող վայրեջքից անմիջապես հետո հայտարարություն հնչեց, թե ինքն առաջին մարդն է եղել, որն անցել է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Թրամփի ուղու վրայով, ժամանելով Բաքու։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանի դիտարկմամբ սա նշանակում է, որ Վենսը Հայաստանը դիտարկում է որպես Թրամփի ուղու մաս, հավաքական իմաստով։ Ասում է, Թրամփի ուղին գործնականում նույնիսկ իրավական մակարդակով ամբողջացված չէ, եւ խոսքը միայն հայտարարությունների եւ հռչակագրային փաստաթղթերի մասին է։ Եվ դրանից բացի նաև շատ պարզ է, որ Թրամփի ուղին ենթադրում է Հայաստանի հարավային գոտում ընդամենը մի հատված։ Մինչդեռ կասկածից վեր է, որ Վենսի օդանավը դեպի Բաքու շարժվել է ամենևին ոչ այդ երթուղով։ Հետևաբար ես Միացյալ Նահանգների փոխնախագահը ձևակերպում է, որ ինքն առաջին մարդն է, որ թռել է Թրամփի ուղով, որը միացնում է Ադրբեջանի երկու հատվածները։ Այստեղ առաջանում է մեղմ ասած տարակուսելի իրավիճակ, այն առումով, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը Հայաստանի ամբողջ տարածքը դիտարկում է որպես Ադրբեջանը Նախիջևանին միացնող Թրամփի ուղի։ Հասնելով Բաքու, Վենսը անմիջապես հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման առանցքը նույնն էր, ինչ Երևանում՝ տարածաշրջանային խաղաղության ամրապնդում, անվտանգության հարցեր եւ տնտեսական գործակցության նոր հնարավորություններ։ Քննարկումների ավարտին կողմերը ստորագրեցին Միացյալ Նահանգներ Ադրբեջան ռազմավարական գործընկերության խարտիա, որը ամրապնդում է գործակցությունը ռազմավարական ոլորտներում եւ ընդգծում Միացյալ Նահանգների ակտիվ դերակատարությունը Հարավային Կովկասում։ Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջև ստորագրված այդ ռազմավարական գործընկերության խարտիան իհարկե քաղաքական մտադրությունների մակարդակը վկայող փաստաթուղթ է եւ այն արտացոլում է հետաքրքրությունը, որ Միացյալ Նահանգների համար ունի Ադրբեջանը։ Այդ հետաքրքրությունը իհարկե նոր չէ։ Միացյալ Նահանգները մշտապես այդ խորհրդային ժամանակաշրջանում մշտապես այդ հետաքրքրությունն Ադրբեջանի հանդեպ ունեցել է։ Միացյալ Նահանգները տարիների ընթացքում մշտապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Ադրբեջանում եւ այժմ Թրամփի վարչակազմը դա պաշտոնապես ամրագրեց ռազմավարական գործընկերության խարտիայի միջոցով։ Գործնականում իհարկե սա արտացոլում է քաղաքական մտադրությունների մակարդակը եւ տրամաբանությունը։ Իհարկե գործնական քաղաքականությունը արդեն պայմանավորված է լինելու շատ ավելի կոնկրետ ուղղություններով կամ ոլորտներով գործակցության մասին պայմանագրերով կամ համաձայնագրերով։ Բայց այդ ռազմավարական գործընկերության մասին խարտիան քաղաքական բարձր մակարդակով արձանագրում է մտադրությունները եւ հարաբերության վերաբերյալ ընդհանուր պատկերացումն ու սկզբունքները։ Վենսի այցը, ինչպես եւ ռազմավարական գործընկերության խարտիան, պետք չէ դիտարկել որպես պրոտոկոլային այցելություն կամ անմիջապես գործողությունների սկիզբ, ընդհակառակը։ Սա քաղաքական ազդակ է ընդգծելու Միացյալ Նահանգների հետաքրքրությունը տարածաշրջանում եւ ամրապնդելու իր դիրքը տարածաշրջանային ազդեցության համակարգում։ Եվ չմոռանանք, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը մեկնել է խաղաղության
գործընթացի հաջորդ քայլերի շուրջ քննարկումներով, որոնց թվում ընդգծվել է նաև գերիների ազատ արձակման հարցը, որպես վստահության ամրապնդման միջոց։ Սակայն ամերիկյան կողմը չի հստակեցրել, ինչ արձագանք է տվել Ադրբեջանը եւ կան արդյոք այս ուղղությամբ ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածություններ, թե ոչ։ Նանե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Մինչ ամերիկյան բանակցություններն իրենց օգուտը կտան, Բաքվի ռազմական դատարանը դեռևս քննարկում է Արցախի նախկին պետնախարարի Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ վճիռը։ Սակայն մինչ այդ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսով զրուցելիս փոխանցել է փետրվարի 10-ի նիստում իր վերջին խոսքի բովանդակությունը։ Նա ելույթում ասել է, որ խաղաղության երկար ճանապարհ է սպասվում, ինչը հեշտ չէ։ Մենք դեռ պետք է անցնենք ներքին մեծ վերածննդի միջով։ Առաջին հերթին վերականգնենք ինքներս մեզ, որովհետև խաղաղությունը կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կլինեն երկու հավասար հարևաններ։ Դատին ասել ու 3 անգամ կրկնել եմ այն, ինչն ասելիս ինձ փորձում էին ընդհատել։ Արցախը եղել է, Արցախը կա եւ Արցախը կլինի հենց գոյաբանական առումով։ Սա իրավական բնույթի հարց չէ, այլ այն մասին է, որ պարզապես չի կարելի վերցնել եւ ջնջել ոչ ոքի։ Ես նաեւ ասացի, որ երջանիկ եմ այստեղ այս դատին ներկայացնել հայ ժողովրդին, որևէ պատժից կամ որոշումից չեմ վախենում ու պատրաստ եմ ընդունել այն բացարձակ հանգիստ, որովհետեւ տեղի ունեցողը ոչ թե դատ է, այլ դատաստան։ Իսկ այս ամենի ընթացքում Փաշինյանը հանդես է եկել հարցազրույցով, որի ընթացքում անդրադարձել է բավական կարևոր ու զգայուն թեմաների, ևս մի քանի ական ավելացնելով առանց այդ էլ ակնաշատ դաշտում։ Խաղաղության օրակարգ, գերիներ ու թրիփ։ Իդեպ Թրամփի ուղու մասին խոսելիս Փաշինյանը հայտարարել է, որ դա օգոստոսի 8-ին էր քաղաքական ծրագիր, հիմա այն դարձել է ներդրումային։ Ինչ է սա նշանակում, ինչ վտանգներով է լի այս հայտարարությունը եւ ինչ է լինում, երբ քաղաքականությունը փոխարինում են տնտեսությամբ։ Փաշինյանի խոստումներին հակադարձում են փորձագետները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մի շարք ձևակերպումներ է արել Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության, տնտեսական օրակարգի եւ անվտանգային հարցերի վերաբերյալ։ Հայաստան-Ադրբեջան օրակարգում մենք տեսնում ենք, որ տնտեսությունը վազանցում է քաղաքականությանը։ Այսինքն բանակցային գործընթացում տնտեսական բաղադրիչը դիտարկվում է որպես առանցքային գործոն, իսկ խաղաղության հասնելու ուղին կապվում է տնտեսական համագործակցության հետ։ Քաղաքագետ Թևան Պողոսյանը նշում է, որ տնտեսական համագործակցությունը կարող է լինել քաղաքական գործընթացների մաս, բայց այն ինքնին չի փոխարինում անվտանգային մեխանիզմներին եւ չի լուծում անվտանգության հարցերը։ Որ վարկյանին Ամերիկային պետք է լինի Ռուսաստանի սիրաշահեր, չզարմանանք, որ այս պարզվիկ նույն Թրամփը զանգի Մոսկվա Պուտինին ասի, թրիփը ընդհանրապես քեզ եմ տալիս։ Չզարմանանք, այդ զարգացումներից մեկը, որովհետև իրենք են իրենց շահերը ունակ առաջ տանելու։ Այդտեղ ինչ է կատարվելու, այլ որ այդ Իսկ երբ որ Թրամփի շահերը պահանջեց ոչ թե Ռուսաստանի վաճառել, այլ Թուրքիայի ինչ են կանելու։ Փաշինյանը որպես ներդրումային ծրագիր է ներկայացրել թրիփը։ Գումարները կհոսեն, ասում է։ Բացի այդ, մեկ այլ երաշխիք է, նշում է։ Աշխարհի թիվ 1 գերտերությունը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը 99 տարի որպես անկախ ինքնիշխան պետություն կներե գոյություն է ունենալու։ Թևան Պողոսյանի գնահատմամբ երկարաժամկետ պայմանագրերը եւ օտար ներդրողների ներգրավումը միջազգային պրակտիկայում ունեն տարբեր մոդելներ, որոնց հետևանքները կախված են իրավական կառուցվածքից, վերահսկողության մեխանիզմներից եւ քաղաքական միջավայրից։ Դրանց յուրատիպ մոդել է Ուկրաինան։ Սովետական միության փոխանցման ժամանակ, եթե չեմ սխալվում, Ուկրաինային եղել է տրված պետական պայմանագրային sense համաձայնություն, որի մեջ նույն ձևի նույն Ամերիկան այն ժամանակվա եղել է, Երիքի Եվրոմիության բոլոր երկրներն էլ հետը, ՆԱՏՕ-ն էլ հետը, ինչ-որ ասենք իր սահմանները անձեռնամասել է։ Հիմա ինքներդ համեմատեք, ասենք, եթե այդ մակարդակի համաձայնությունը, որը տալվել է արդյոք, դա 99 տարի անցել է այդ օրվանից։ Ուկրաինայում խոստումը չպահեցին, ինչը հավանական է կրկնվի Հայաստանում, նշում է Պողոսյանը։ Ռուսաստանցի մեր գործընկերներին ենք ասում ենք, գիտեք, մենք չենք կռվելու ձեզ հետ, մենք չենք վիճելու ձեզ հետ, մենք ձեզ հետ այսպես վիճաբանության լեզվակռվի մեջ չենք մտնելու։ Բայց Հայաստանը հակազդեցությունների գոտի է դառնում համագործակցության դառնալու փոխարեն, նշում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Իրենք հայտնվում են աշխարհաքաղաքական հակամարտության մեջ եւ այդ հակամարտությունը գնալու է իրենց տարածքում։ Մենք չգիտենք այդտեղով միայն բեռներ են գնալու, թե բեռներ չեն գնալու, գուցե այդտեղով զորքեր են գնալու, ռազմական ապրանքներ են գնալու, գուցե այն երկրներ ում շահերից դա չի բխում, իրենք լեգիտիմ իրավունք ունենան հարվածելու նաեւ հենց Սյունիքի վրա։ Խոսելով գերիների վերադարձից Փաշինյանն ասել է, որ միջազգային հարթակներում հարցի բարձրաձայնումը կարող է խոչընդոտել վերադարձի գործընթացին։ Մինչդեռ իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը հակառակն է պնդում։ Միջազգային մեխանիզմները նախատեսված են նման իրավիճակների համար եւ մարդու իրավունքների պաշտպանության համակարգերը գործում են որպես իրավական գործիքակազմ պետությունների համար։ Միջազգային հարթակների գործածումը միջազգային իրավունքի կիրառման մաս է եւ կախված է պետության ընտրած քաղաքականությունից։ Որպես լավություն մեզ թող չներկայացնեն Ադրբեջանի հանցագործությունը։ Այն, որ այսօր Ադրբեջանում մնում են եւս 19 հոգի, որոնք որ քաղաքական պատանդի դերակատարություն են ունում, չի բացառվում, որ որոշների այդ խաղի, այդ կեղտոտ քաղաքական պայմանավորվածությունների շրջանում այսպես 2-3 հոգով մեզ վերադարձնեն, բացի ռազմաքաղաքական ղեկավարության։ Փաշինյանը հարցազրույցին անդրադարձավ նաև համապետական ընտրություններին։ Դրանք որակեց պատմական։ Թևան Պողոսյանի խոսքով հարցազրույցն ու այնտեղ հնչած պնդումները նախընտրական քարոզարշավի մասին էին պատմում։ Խոստումները վկայում։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Վաղ շաբաթում վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ էին։ Թիրախը հաղթանակ դաշինքի ավականու անդամներն էին ցուցակում ընդգրկված անձինք համակիրները։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ գործն իրենց տիրույթում է։ Կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի ավականու ցուցակում ընդգրկված եւ նույն դաշինքի աջակիցները խոչընդոտել են որոշ անձանց ընտրական իրավունքի ազատ իրացմանը։ Վիճակը լարված էր նաեւ քննչական կոմիտեում, իսկ ձերբակալություններից ժամեր անց հրապարակվեց ձայնագրությունը, որն էլ դարձել այս գործողության հիմքը։ Թեման Սեդամակարյանն է ուսումնասիրել։ Այն կիմ չենին է Երանի տա, էլի սրան։ 7 մարդ ձերբակալվել է, նրանցից 6-ին կալանքի տանելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Վաղարշապատում համայնքի ղեկավարի ընտրությունը վաղուց ավարտվել է, դիմադիրների դեմ հարուցված քրեական գործերի վերջը չի երևում։ Այս անգամ քրեական վարույթ է նախաձեռնվել հաղթանակ դաշինքի անդամների եւ աջակիցների դեմ։ Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են իրականացրել ոստիկաններն ու քննիչները։ Ձերբակալվածներին մեղադրում են ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող մի շարք անձանց դաշինքի օգտին քվեարկելու ուղղորդելու համար։ Նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Այն է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը։ Քննչական կոմիտեն որպես իր եղենապացույց ձայնագրություն տարածեց։ Ըստ քննչական մարմնի հեռախոսազանգի միջոցով դաշինքի անդամները սպառնում եւ ուղղորդում են ընտրողներին։ Սակ։ Կարազանգ են մխվենց։ Ես զանգա դրանց ընկեր են գագոն կավեն Վարշավի որ կարեմ մեր կողքի շենքի։ Դրանց ընկերն է, չէ։ Ասեմ մի զանգա քյուտ գագոին, ասեմ մի զանգա հորդ մորդ ասար ուրիշի չէ տակ ընտրեք մի ամիտ։ Բայց գագոն ստեղ չի ախտար։ Հա ստեղ չի թող զանգի հորնումոր ինչ կապ։ Քննչական կոմիտեի մեղադրանքները բարկացնում են ազգային ժողովի падգամավորին։ Գառնիկ Դանիելյանը համոզված է, զրույցը նախընտրական նորմալ երկխոսություն է երկու մտերիմների միջև։ Եթե այդ ուղղորդման մասին ենք խոսում, ես ընտրությունների օրը ես եւ իմ գործընկերները տեղ ենք եղել։ Իրենց նախարարներից սկսած, փոխնախարարներից սկսած, մարզպետներից սկսած, բոլոր ԿՊ-ականները իրար հերթ չտալով ընտրատեղամասերի մոտ էին։ Ամեն մի ընտրատեղամասի մոտ մի հատ նախարար կամ առնվազն մի հատ փոխնախարար կար։ Եվ մենք կներեք, ես ասեմ ձեզ։ Այդ օրը մենք ֆիքսել ենք, դրա մասին ասել ենք։ Ձայնագրությունները գուցե կեղծ են։ Դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տարածվող տեսանյութին։ Իհարկե կասկածում, որովհետև մենք հենց կոնկրետ սրբազան պայքարի գործով գիտենք, որ փաստաբաններն ասում են, որ ձայնագրությունները կեղծված են։ Հիմա ես կարող եմ կարծել եւ նույնիսկ նաեւ վստահ լինել, որ այս մարդիկ չեն ու մեղադրանք առաջադրված ձերբակալել, այս մարդիկ չեն այդ խոսացողները
Ձայներով այսօր հնարավոր չի ձայները մոտեցնել։ Մենք ամեն օր տեսնում ենք կեղծ ձայնագրություններ, ենթադրենք, թե այդ մարդիկ են։ Իսկ ընտրության օրը որոշակի կազմակերպչական աշխատանքներ են կատարում, այսպես ասած, առօրեական խոսակցականով եւ այլ։ Այդ ինչ քրեական հանցագործություններ։ Բախի մի հատ իրենց ԿՊ-ականներին չեն լսել։ Իրենց ԿՊ-ականների, չգիտեմ, պետական աշխատողները, ովքեր կանգնած էին, իրենց մարզպետները, իրենց տարածքային կառավարման նախարարը, իրենց մյուս համայնքապետերը, որ բաների դեմը, տեղամասերի դեմը կանգնած մարդկանց ասում էին, ոստիկաններին էին ուղղություն ցույց տալիս։ Քննչական կոմիտեն թույլ չի տվել փաստաբաններին այցելել ձերբակալված անձանց։ Նրանց մեծ մասն Արմավիրի քննչական կոմիտեում էին, իսկ մի մասը Էրեբունու ձերբակալվածների պահպանման վայրում։ Հատկանշական է, որ ձայնագրված անձինք ձերբակալվածների թվում չեն։ Սադամ Ակարյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Ձերբակալել են Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը Գոռ Համբարձումյանին, նրան մեղադրում են փողերի լվացման, փաստաթղթեր կեղծելու, անձնական եւ ընտանեկան գաղտնիք խախտելու համար։ Նախքան եղբոր ձերբակալությունն ընթանում էր Դավիթ Համբարձումյանի գործի վերաբերյալ դատական նիստը։ Դատարանը տնային կալանքի տակ գտնվող Մասիսի նախկին համայնքապետին թույլատրել է գնալ ատամնաբուժարան։ Այսօր տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կուսակցության համագումարը։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ, իսկ վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարեն կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։ Իսկ ազգային ժողովում ընթանում էր քառօրյա նստաշրջանի հերթական նիստը։ Խորհրդարանն 86 կողմ 0 դեմ 5 ձեռնպատ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է ԿՊ-ական падգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը, ըստ որի 27 տարին լրացած քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ազգային ժողովում նաև ներկայացրել է պայմանագրային զինծառայողների ատեստավորման եւ հավելավճարների կարգավորման մասին նախագիծը։ Նախարարը նշել է, որ Պաշտպան հայրենիաց ծրագրով ծառայություն անցնող զինծառայողները համարվելու են ատեստավորված ուսումնական փուլի ավարտին հանձնած քննությունների արդյունքով, եթե նշանակված են զինվորական մասնագիտությանը համապատասխան պաշտոնի։ Սակայն ընդդիմությունը համոզված է, որ զինված ուժերում ատեստացիայով աշխատավարձի բարձրացումն անհավասար պայմաններ է ստեղծելու։ Պատգամավոր Գեգամ Մանուկյանի խոսքով թիկունքային ծառայության շատ զինծառայողներ, որոնց ատեստացիայի հերթը դեռ չի հասել, ստանում են շատ ավելի նվազ աշխատավարձ, քան ատեստացիա անցած կամ պատիվ ունեմ ծրագրում։ Եվ այստեղ է ամբողջ խնդիրը ատեստացիայով աշխատավարձի լոկ բարձրացում, թե համատարած աշխատավարձի, բազային աշխատավարձի բարձրացում, որը հնարավորություն կտա շատ ավելի արժանապատիվ ծառայություն իրականացնել։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն էլ ներկայացրել է տեսալսողական մեդիայի ոլորտում առաջարկվող նոր կարգավորումները։ Սանկցիա կկիրառվի օտարերկրյա այն հաղորդումների վրա, որոնք միջամտում են Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Նոր կարգավորումների համաձայն հանրային մուլտիպլեքսի համար նախատեսված կանոնները տարածվելու են նաև ցանցային օպերատորների վրա, ներառյալ կաբելային հեռուստաալիքները։ Նույն կանոնները վերաբերում են նաև օտարերկրյա հեռուստաալիքներին, որոնք հեռարձակվում են Հայաստանի տարածքում ցանցային օպերատորների միջոցով եւ կարող են ազդել ներքաղաքական կյանքի վրա։ Կարգավորող մարմինը հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հնարավորություն կունենա սանկցիա կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ այն պարագայում, եթե արձանագրվեն առերևույթ խախտումներ Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից, որի պարագայում վարույթը հարուցվելու պարագայում ցանցային օպերատորը պետք է տվյալ հաղորդումը այլևս չհեռարձակի մինչև այն պահը, երբ որ վերջնական որոշումը կայացված կլինի։ Նախարարի խոսքով փոփոխությունների նպատակն է ապահովել Հայաստանի քաղաքացիների ինֆորմացիոն անվտանգությունը, նվազեցնել բացասական տեղեկության ազդեցությունը եւ լրացնել տեսալսողական մեդիա ոլորտի իրավական բացերը, նաեւ ստեղծել հավասար մրցակցային պայմաններ։ Սակայն ընդդիմադիր падգամավորներն էլ համոզված են, որ հերթական ռեպրեսիվ գործիքակազմն է ամրագրվում օրենքով եւ այս նախագիծը ոչ թե կարգավորող, այլ պատժիչ գործողություն է, որով իշխանությունն ընտրությունից առաջ ցանկանում է միջամտել լրատվականների գործունեությանը։ Ով է այն որակելու եւ բացահայտելու որպես այդպիսին, բարձվում է ՀՌՀ-ն։ Իրավունք ունեմ կասկածելու, իհարկե այո, որովհետեւ բացառապես իշխանական քվոտայով ընտրված
ՀՌՀ-ն չունի անկաշառության, օբյեկտիվության եւ վստահելիության ցանկալի մակարդակը։ Ըստ էության սանկցիայի կիրառումը կախված է ոչ թե օրենքից, այլ այն կիրառողի սուբյեկտիվ ընկալումից։ Խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ամեն բան ավելի հանգիստ էր։ Կառավարությանը հարց ուղղելու համար հերթագրվել էր 17 պատգամավոր, բայց ազգային ժողովում միայն ԿՊ-ականներն էին։ Ընդդիմությունը բոյկոտել, չի մասնակցել հարց ու պատասխանին։ Իսկ քաղաքային իշխանությանը 11 միլիարդ դրամ է պետք շատ կարևոր մի խնդիր լուծելու համար, որը տրամադրելու վերաբերյալ որոշումը կառավարությունը դեռ չունի։ Երևանի հեղեղատարները շարունակում են մնալ չմաքրված, որն էլ անձրևի դեպքում դառնում է հեղեղների պատճառ։ Իսկ քաղաքապետարանն ու Վեոլյան դեռ պարզում են, ով պետք է դա անի։ Գարունը սարերի հետևում չէ, անձրևների ակտիվ շրջանն էլ սկսվում է։ 2025-ի տեղատարապ անձրևներին Երևանը բառացիորեն խեղդվում էր ջրի մեջ, իսկ պատասխանատուները այդ օրերին դեռ փորձում էին հասկանալ, ով պետք է մաքրի հեղեղատարները։ Արտակարգ իրավիճակի պահին դա անում էր փրկարար ծառայությունը։ Ներքին գործերի նախարարության խոսնակը պարզաբանեց, դա իրենց պարտականությունը չէր, պարզապես քաղաքը կոլապսից դուրս բերելու միակ տարբերակն էր։ Այսինքն ամբողջ ջուրը գալիս եւ ընդամենը մի 5% ջուրը հազիվ լցվում է հեղեղատարի մեջ, իսկ մնացածը շարունակում է հոսել փողոցով մեկ։ Թոթովենց փողոցը, որտեղ էս տեսանիքը արել եմ, միջին նորոգում են իրանք ասում, ամբողջությամբ ասֆալտը քանդվել, ասֆալտը արվել, անցած տարի մի քանի ամիս առաջ Գայի Պողոտայի հետ մեկտեղ, բայց դա անելուց, ասենք միակ հեղեղատարներ այդ հատվածում չեն բերել ժամանակակից ստանդարտները, այլ ուղղակի ԽՍՀՄ ժամանակ ոնց եղել է, հանել հետ են դրել կապարիչը տեղը ու խոսում են ինչ-որ համակարգի արդիականացումից կամ չգիտեմ գեր ժամանակակից լուծումներից։ Էդուարդ Հայրումյանը ոչ միայն ֆիքսում, այլ նաև մաքրում է Երևանի խցանված հեղեղատարները։ Սովորական օրերին Էդուարդի նման քաղաքացիներն ու մասնավոր կազմակերպություններն են որպես բարի կամքի դրսևորում մաքրում քաղաքի դիտահորերն ու հեղեղատարները։ Սկսեցինք Կանալ EM-ի հետ արդեն մասնագիտական տեխնիկայով մաքրելու տես տասնյակ հեղեղատարներ մաքրեցինք միջև վերջ ընդորում ու ցույց տվեցինք, որ ստեղից ջուրը լցվում ենք, ջուրը թափվում է այն տեղից, որտեղով որ պետք է, այսինքն ոչ թե միատես մասը մաքրեցինք, ասենք տեսեք փող է ստե վերևը։ Չնայած առաջին տեսանյութը հենց տենց էր, որովհետև մենակով ձեռքով այդքանի վիճակի հնարավորություն չկա մաքրելու։ Ու տենց Վիոլան սկսեց տեսանյութերը անել, իբր մաքրում է, տեսեք լավ, հա, օքեյ, մենք մեր սխալը ընդունել ենք, իհարկե առանց ասելու, ուղղակի տեսանյութեր սկսեց դնել։ Երևանն այս տարի էլ ապահովագրված չէ հեղեղներից։ Քաղաքում եռում է շինարարությունը, իսկ հեղեղատարների թողունակությունը մնում է նույնը։ Վեոլիա ջուրն է փաստում, իրենց վարձակալած համակարգը սկզբունքորեն հնացած է։ Մեր կողմից վարձակալած պետական գույք հանդիսացող համակարգն ունի շատ թերություններ։ Դա հետևանք է այն բանի, որ Երևանի բուռն կառուցապատումն ու զարգացումը հիմնականում չի ուղեկցվել անձրևատար ցանցի համապատասխան ընդլայնմամբ։ Իսկ բազմահարկերով կառուցապատված շատ թաղամասերում ներբակային ցանց ընդհանրապես գոյություն չունի կամ էլ կիսակառույց է։ Մեղմ անձրևները երևանցիները գուցե չեն նկատում, բայց հորդառատ անձրևների ժամանակ համակարգը պարզապես չի հասցնում հեռացնել ջուրը, եւ այստեղ սկսվում է պատասխանատվության խաղը։ Քաղաքապետարանը պնդում է, պատասխանատուն Վեոլյան է։ Կառավարության կողմից իդեմս ջրային կոմիտեի ամբողջ հեղատար համակարգը հանձնվել է Վիոլա ջրի վարձակալության պայմանագրի շրջանակներում։ Մենք էլ ենք Երևան համայնքի քաղաքապետարանը, մենք էլ ենք տարբեր վայրերում տարբեր խնդիրներ նկատում, դիմում ենք իրանք էլ են փորձում տարբեր հարցերում լուծումներ գտնել։ Մենք մեր ծրագրի շրջանակում ենք փորձում ինչ-որ լուծումներ գտնենք։ Վեոլյան հակադարձում է, խնդիրը քաղաքապետարանի դաշտում է։ Քաղաքապետարանը պետք է դիմի ջրային կոմիտեին կապիտալ ներդրումների համար։ Ըստ հաշվարկների 11 միլիարդ դրամ է անհրաժեշտ հեղեղատար համակարգի կարգավորման համար։ 2024-ին նշել է Կամո Արեյանը։ Թե հիմա ինչ փուլում է ծրագիրը, ոչ մի կողմը չի մանրամասնում։ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետն էլ եկել է այն եզրահանգմանը, որ խնդիրը քաղաքացիներն են, նրանք են աղտոտում հեղեղատարները։ Մեր որոշ բնակիչներ այդքանը մաքուր չեն պահում մեր քաղաքը, հեղատար համակարգի որոշ հատվածներում հաճախակի խցանումներ տեղի ունենան, այսինքն աղտի կուտակումը ավելի հաճախակի լինի։ Դա է հիմնական խնդիրը։ Երևանի հեղեղատարների պատմությունը փակ շղթա է հիշեցնում։ Քաղաքացիները մեղադրում են քաղաքապետարանին, քաղաքապետարանը Վեոլիային, Վեոլյան կրկին քաղաքապետարանին, քաղաքապետարանը քաղաքացիներին։ Մինչ այս շրջապտույտը շարունակվում է, գարունը մոտենում է, եւ շատ հավանական է, որ 2026-ի առաջին հորդառատ անձրևներին Երևանը կրկին կհայտնվի ջրի տակ։ Սեդակ Յուրեղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։
Լոռու մարզի դպրոցներից մեկում 13-ամյա տղայի են ծեծել, վիճակը ծանր է։ Տղային տեղափոխել են սպիտակ բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Մեր տեղեկության համաձայն տղային ծեծել են աշակերտները։ Վաշինգտոնում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդունել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Բանակցություններից հետո Նեթանյահուն պաշտոնապես միացել է Թրամփի խաղաղության խորհրդին։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապալել ռեժիմը, դա նրանց գործն է։ Այս պահին Վաշինգտոնի համար կարևոր է, որ Իրանը չկարողանա միջուկային զենք ունենալ։ Վենսի խոսքով Թրամփը կդիմի մեկ այլ տարբերակի, եթե Իրանի հետ համաձայնագիրը ձախողվի։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ հայտարարել է, որ Թեհրանն ընտրել է դիվանագիտության ուղին, հիմնվելով պաշտոնյաների ջանքերի եւ գերագույն առաջնորդի սահմանած ուղղության վրա։ Մենք չենք ձգտում միջուկային զենք ունենալուն, մենք սա բազմիցս ասել ենք եւ պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման, ասել է նա, հավելելով, որ այդուամենայնիվ կա անվստահության բարձր պատ, որը ստեղծել է Միացյալ Նահանգներն ու Եվրոպան։ Իսկ Թրամփը բացահայտել է, թե ինչի շնորհիվ է իրեն հաջողվել այդքան հակամարտություններ կարգավորել։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ գործածել է առևտրային սակագները որպես ճնշման գործիք երկրների միջև զինված հակամարտությունները դադարեցնելու համար։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հակամարտությունը նրա խոսքով իրեն հաջողվել է կարգավորել 1.5 օրում։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի առավոտյան ժամը 9-ին, մինչև վաղը բարի գիշեր։